1991 YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանի հերթական ցնցող գռեհիկ հայտարարությունը այն մասին, որ Սրբազանը թող շարունակի իր քերու կնոջը դոմփել, կներեք այս ուղիղ մեջբերման համար, հերթական անգամ շոկի մատնեց մեր հասարակությանը։ Շատ իզուր։ Շոկի ենթարկվելու կարիք չկա։ Նիկոլ Փաշինյանը վաղուց վաստակել է մեր հասարակության հետ այդ լեզվով խոսելու իրավունքը։ Նա վաստակել է 21 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Այսինքն մենք ենք նրան տվել այդ իրավունքը հավաքական մեր քվեներով։ Եվ ինչու եմ շեշտում 21 թվականի ընտրությունները, որովհետև այս դեպքում կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհի արդյունքում եկանք հասանք այս անդունդի հատակին։ Ինչպես եղավ այդ ընթացքը, ինչպիսին եղավ այդ ընթացքը։ Հիշում ենք, երբ գիտությունների դոկտոր նախագահին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, որը պարծենում էր, որ ինքը գիրք կարդացող չէ եւ ազգային ժողովի ամբիոնից կլիզմայի մասին անեկդոտներ էր պատմում։ Հետո նրան փոխարինեց արդեն իրոք ասող, որ ասում էր ինչքան տոկոս պետք է, այնքան կխփեմ, ասող Սերժ Սարգսյանը, որ իր քաղաքական հակառակորդներին անվանում էր իդիոտ, դատարկ դհոլդոտ։ Նրան փոխարինեց Նիկոլ Փաշինյանը, որը արդեն խոսում էր այն մասին, որ սաղին կբռնեմ, կշինեմ, պետք լինի ոչ թե մատ, ուրիշ բաներ թափ կտամ ձեր բոլորի վրա, հիմա էլ խոսում է դոմփելու մասին։ Այսինքն սա տրամաբանական այդ անկման արդյունքն էր եւ այլ բան պետք է չէր սпасել։ Ընդ որում խնդիրը ոչ այդ բառապաշարը չի միայն։ Այո, դա ընդհանուր մարդու դաստիարակության հարց է, գուցե նաև հոգեբանական, հոգեբուժական խնդիր է, բայց մեծ հաշվով էականը միայն բառապաշարը չէ։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը իրեն իրավունք է վերապահում, նաև շատ գերական հայերենով նույնքան եւ ավելի լուրջ անհեթեթություններ ասել։ Եվ վստահ լինելով, որ դրանից իրեն ոչինչ չի լինի։ Օրինակ, հայտարարեց Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայտարարեց, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև 11,000 դասալիկ ունեինք, իսկ թիկունքում 600,000 տղամարդ պոտենցիալ դասալիկներ էին, այսինքն մեղադրեց բոլորիս։ Հայտարարեց, որ Արցախը ընդհանրապես թոք էր մեր ինքնիշխանության վզին, որ Արցախի կորուստը պիտի ճանաչեր որպես Հայաստանի անկախության իրական օր։ 2 օր առաջ Սարդարապատում հայտարարեց, որ Հայաստանը երբեք այսքան մենք պետություն չի եղել, երբեք այսքան ինքնիշխան չենք եղել մենք, ավելին այսքան աղետները բերելուց հետո մեր 5000 զոհերից հետո մեր կենսատարածքը 42,000 քառակուսի կիլոմետրից մինչև 29,5 իրականում 1000 քառակուսի կիլոմետր իջեցնելը դա ներկայացրեց ոչ թե որպես կորուստ, այլ որպես նվաճում եւ էլի ոչ մի բան, ոչ մեկ որևէ ծպտուն չհանեց ընդհանրապես։ Եվ ամենայն անկեղծությամբ առանց հեգնանքի ես բացարձակապես չեմ զարմանա, եթե վաղ ամիս օրը կամ մի քանի ամիս անց նա հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարի, որ գիտեք, ես ընդհանրապես էթնիկ ադրբեջանցի եմ, բայց դա ոչինչ չի փոխվում, հետո ինչ։ Օրինակ Իրանի նախագահն էլ է էթնիկ ադրբեջանցի եւ շատ էլ լավ առաջ է մղում իր պետության շահերը։ Կամ ասենք Ադրբեջանի նախագահն էլ էթնիկ քուրդ է, Թուրքիայի նախագահը էթնիկ վրացի է եւ ինչ, դա ոչինչ չի փոխում։ Ես միևնույն է շարունակել եմ եւ այն եւ այդ ցանոթ տեքստը։ Չէ, օջախ, պետություն, հարկ վճարող հերոս, իրական Հայաստան, բան, մի խոսքով։ Եվ ինչ կարծում եք, որ 100,000-ավոր մարդիկ դուրս կգան փողոց հաջորդ օրը։ Բացարձակապես։ Եթե անգամ ինչ-որ բացընթացումներ լինեն, կլինեն սոցկայքերում, գուցե մի քանի 100 կամ մի քանի հազար մարդ էլ փողոց դուրս գա, բայց կարմիր բերետավորները իրենց պարգևավճարները պարտաճանաչ ստանալուց հետո դուրս կգան եւ հանուն իրական Հայաստանի պարզապես այդ մարդկանց կցրեն։ Սեպտեմբերին 23 թվականի սեպտեմբերին 3 օրվա ընթացքում 3000 տարի հայաբնակ Արցախը ամբողջովին հայաթափվեց եւ ինչ Երևանում անգամ 3000 մարդ փողոց դուրս չեկավ, որովհետեւ 21 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ այլևս
դիմադրությունը կոտրած ժողովրդի հետ գործ ունի, ում հետ ինչ ուզենա կարող է անել եւ ինչպես ուզենա եւ ինչ բառապաշարով ուզենա եւ գնալով այս ամեն ինչը խորանալու է։ Եվ ընդհանրապես հույս կապել, թե այ ժողովուրդը 70% որ դժգոհ է այս իշխանություններից դուրս կգա փողոց, կամ օրինակ դե լավ միջև ընտրությունները մի տարի է մնացել, այ կտեսնեք թե ընտրությունների ժամանակ ինչպես իրեն կպահի այդ ժողովուրդը, չեմ կարծում թե սա լուրջ փաստարկ է, պետք չի դրա հետ ակնկալի հույսեր կապել։ Ինչ որևէ մեկը իսկապես լրջորեն կարծում է, որ մի տարի հետո Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու է։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ իր նախագահության 10 տարիների ընթացքում չի կարողացել ընտրություններ հաղթել, որ մնաց թե որպես ընդդիմադիր հաղթի։ Նույնն էլ Սերժ Սարգսյանը։ Պետք չի այդպիսի ակնկալիքներ ունենալ։ Այո, բնակչության 70%-ը դեմ է այս իշխանություններին, բայց այդ 70%-ը փողոց դուրս չի գալու առանց որևէ բանի։ Եվ ընդհանրապես նորմալ երկրներում հսկայական ինստիտուտներ են աշխատում, քաղաքական, քաղաքագիտական, վերլուծական, տասնյակ, անգամ 100 միլիոնավոր դոլար բյուջեներով, որոնք մանրամասն մտածում են այն հարցերը, թե ինչպես անել, որ մարդիկ դուրս գան փողոց, ինչպես մոտիվացիա ապահովել նրանց համար, ամենակարևորը, թե ինչ պիտի անել, որ եթե այդ պայքարի արդյունքում իրենք կան իշխանության, ինչ ուղղությամբ տանել երկիրը, սա ահռելի աշխատանք է եւ մարդկային ռեսուրսներ եւ ֆինանսներ պահանջող։ Երբևէ լսել եք, որ Հայաստանում քաղաքական լուրջ ուժերը կամ լուրջ գործիչները իրենց համարող լուրջ համարող գործիչները այդպիսի գումարներ ծախսեն, այդպիսի ինստիտուտներ ստեղծեն։ Չէ, չեք տեսել։ Հայաստանում այդպիսի բան չեն անում, ընդ որում Հայաստանում այդ տասնյակ հարյուրավոր միլիոն դոլար ունեցողների պակաս չկա։ Պարզապես նրանք Չարենցի խոսքերով ասած այդ իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած գերադասում են ամեն մեկը քաշվել մի կողմ, լավագույն դեպքում իր համար 1-2 լրատվամիջոցի ինչ որ փշնակներ շպրտել, որպես նրանք անձամբ իրենց վաշվել եւ նրանք սպասում են, որ այ ժողովուրդը ինքնուրույն ինքնակազմակերպվի, դուրս կգա եւ իրենց կբերի իշխանության։ Անկամ այդպես էլ շատերը բաց տեքստով ասում են, ժողովուրդը պիտի ինքնակազմակերպվի։ Այսինքն ոնց պիտի ինքնակազմակերպվի։ Այն որ Նիկոլ Փաշինյանը ասում էր պատերազմի օրերին, գնացեք տեսեք ձեր նկուղներում, չուլաններում զրահաբաճկոն բան գտեք, գնացեք ջոկատներ կազմեք, հա, գնացեք կռվեք եւ հաղթեք։ Հիմա անդիմությունը նույն տրամաբանությամբ ասում է, ինքներդ մտածեք, թե ինչ ճանապարհով երկիրը դուրս բերել էս վիճակից, հա, գնացեք ձեր չուլաններում թղթեր գտեք, լոզունգներ, օրինակ այդ լոզունգները գրեք թղթերի վրա, վերցրեք այդ լոզունգները, իջեք հրապարակ, հենց որ իշխանության վերցնելու պահը գա, ասեք, հաղթեք, մենք անք իշխանությունը վերցնենք։ Այդպես են պատկերացնում։ Չէ, այդպես չի լինում։ Իդեպ հարստության մասին այդ վերջերս առիթ եղավ, ընդհանրապես Հայաստանում էլի եմ ասում, բազմաթիվ դոլարային մուլտիմիլիոնատերեր կան, բայց Հայաստանում հարուստներ չկան, Հայաստանում փողատերեր կան։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Օրինակ մի քանի օր առաջ մեծ աղմուկ բարձրացավ, չէ՞ որ մարզահամերգային համալիրում հարսանիք էր եղել։ Այո, շատերը վրդովված էին, բան, ինձ ոչ դա չվրդովեցրեց, ի վերջո համալիրը, այո, թող այդպիսի միջոցառումներ անեն, վերականգնեն, դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ երբ որ ես հետագայում իմացա, որ այնտեղ տասնյակ մարդիկ, ովքեր այդ միջոցառման անվտանգությունն էին ապահովում դրսից եւ ներսից, տարբեր հիմնարկների անվտանգության աշխատակիցներին հավաքել էին այնտեղ, որոնք տասնյակ անգամ գուցե 100-ի հասնող այդ անվտանգության աշխատակիցները առավոտից մինչև ուշ գիշեր անվտանգությունն էին ապահովում եւ ահա այդ մարդկանց այդ ողջ ժամանակահատվածում տվել են ընդամենը մի կտոր հաց եւ 1 հատ նրբերշիկ։ Այս սա էր այդ ամեն ինչի մեջ ամենածանրը, ոչ թե համալիրում այդպիսի միջոցառումներ են։ Ինչեր է։ Այո, մի տարի հետո ընտրություններ են լինելու եւ այո, Հայաստանի բնակչության 70%-ը դեմ է այս իշխանություններին։ Բայց այդ 70%-ը հենց այնպես ինքը իր նախաձեռնությամբ փողոց դուրս չի գալու։ Եվ չի էլ հավատալու, որ
Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ընտրություններով հաղթելու են, որովհետև բոլորը հասկանում են, որ դրանք շատ հարմար տեխնացու են ցանկացած, բայց անգամ նրանց հաջողվի այն որ լուրջ ձայներ հավաքել, այսօրվա իշխանությունը ուղղակի նրանց ակաժներից բռնելու են, տանելու են, քիթները խոթելու են այդ իրենց քրեական գործերի թղթապանակների մեջ, թևերը ոլորելու են, տանելու են որևէ քրեակատարողական հիմնար։ Եվ հասարակությունը նրանց հենց այդպես էլ ընկալում է։ Այո, հանցագործներ, այո, թալանչիներ։ Դրա համար էլ անգամ այդ 70% դժգոհ հասարակությունը նրանց հետևից չի գնալու, պետք չի հույս դնել դրա վրա։ Բայց կա այդ 70%։ Այդ 70%-ը, այսինքն Նիկոլ Փաշինյանի լեզվով ասած, իշխանությունը փողոցում գծած է կամ փողոցում չէ, մարդկանց տներում գծած է։ Պարզապես պետք է ապահովել այդ մոտիվացիան եւ ցույց տալ, որ իրականում իրական հաղթանակի հնարավորություն կա։ Ամենակարևորը ցույց տալ, թե այդ հաղթանակից հետո ինչ է սարել։ Թե չէ հիմա քաղաքական դաշտը բաժանվել է այսպես երկու մասի, իշխանություններ եւ այսպես ասենք, դիպլոսակին ընդդիմություն, իրար հետ վիճում են, թե ով է ավելի հարուստ, ով է ավելի շատ թալանել, ով ավելի քիչ թալանել, իսկ ինչ վերաբերում քաղաքականությանը, ասում են, մեկ մի մասը ասում է, եթե ռուսները չլինեն, թուրքերը մեզ կհոշոտեն, մյուս մասը ասում է, եթե ռուսները գան այստեղ, մեզ նվեր կտան, որպեսզի թուրքերը մեզ հոշոտեն։ Այսինքն ամեն դեպքում խոսույթը սա է։ Բայց այն 70%-ը տանը նստած սպասում է, ինքնուրույն դուրս չի գալու եւ չի ինքնակազմակերպվելու։ Հասարակությունները չեն ինքնակազմակերպվում։ Պիտի ձևավորվի այն ուժը, որ կարողանա ապահովել այդ մոտիվացիան եւ այդ հաղթանակին հասնելու հույսը իրատեսական լինելը կարողանա ցույց տալ։ Այդ դեպքում կլինի իշխանափոխություն։ Իսկ իշխանափոխությունից հետո թող այսօրվա իշխանություններն էլ, այսօրվա անդիմություններն էլ գնան, չգիտեմ, որևէ քրեակատարողական հիմնարկի հարևան խցերում սկսեն վիճել, թե ով է ավելի շատ թալանել, ում համար է աբիդը, ով է ավելի քիչ թալանել, թող անտեղ իրար շինեն, դոմփեն, ինչ ուզում են անեն կամ եղբայրանան, բարեկամանան, էական չի, բայց չքվեն այս կյանքից, քաղաքական կյանքը նկատի ունեն, որպեսզի հասկանալի լինի, թե ի վերջո ուր է գնալու այս երկիրը, որ իսկ եթե դա տեղի չունենա, պատրաստ եղեք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ավելի ու ավելի հյութեղ բառապաշարով է շփվելու ոչ միայն իր սիրելի հպարտ քաղաքացիների, այլև քաղաքական հակառակորդների հետ։ Այսօր այսքանը կհանդիպենք։